Հաշվի առնելով վերջի իմ կողմից որոշումը, ես որ Արցախցիների պաշտպանության խորհրդից դուրս գալու ինչ հանգամանքներ ա եղել, ինչ պատճառներ ա եղել, ուրեմն ասեմ պատճառների երկու հիմնական բանը որոշումը։ Մենք սկզբնական շրջանում, որ ստեղծվել է այդ խորհուրդը, ամեն մեկից ներգրավվածությունը այդ խորհրդի մեջ եղել է ոչ թե նախապայման, այլ ամեն մեկի իր տեսլակետը, ամեն մեկի իր այդ ճանապարհային շարժման բանաձևը։ Ու բոլոր քննարկումներից հետո ես իմ կողմից ասեմ, իմ տված հարցերի պատասխանները, որ եղել է մտահոգիչ, որ եղել են խոսքի կարևոր հանգամանքների հետ կախված, ես սկզբնական շրջանում այդ պատասխանների քննարկման ժամանակ ստացել եմ բավարար, որ դա տենց լինելու, մեկ այդ ճանապարհով են գնալու ու համընկնել է իմ տեսլակետին, իմ, որ ասում եմ, այդ պայքարի ձևաչափին։ Ուրեմն, ինչքան դուք տեղյակ եք, դրա հիման վրա եղել է հանրահավաք, բազմահազարանոց հանրահավաք, որին ներգրաված են եղել բացի արցախահայությունից, հայաստանաբնակ ժողովուրդ էլ, որոնք իրոք նույն ձևի մտահոգված են թե արցախահայության իրավիճակում գտնվող այդ մարդկանց իրավիճակի հետ կախված, թե ընդհանուր հետագա ձևավորելով հետագա մեր ստեղ ապրելու, հայ լինելու, հայ ապրելու իրավունքների կամ բանի համար, որովհետև ինչքան տեղյակ եմ, ինչքան տեղյակացրել ենք հանրությանը, ներկայացված է եղել 12 կետանոց պահանջ, որի մեջ ընդգրկված է եղել առաջնային ու ամենակարևոր հարցերի ցանկը։ Այսօրվա իրավիճակում դա արցախահայության կարգավիճակը ստեղ գտնվելու թե սոցիալական հարցերի հետ կախված, թե իրավունքների հետ կախված, թե Արցախի հիմնախնդրի հետ կախված, որը կապված է հետ վերադարձի այդ հույսը հավատի հետ, գերիների հետ կախված, մեր Բաքվում գտնվող անհետ կորածների հետ կախված, ու այս ցանկը կետ առ կետ նշված բոլոր այդ բաների պահանջների մեջ։ Բոլորս միասին կազմակերպված իրականացրել եք հանրահավաք, հանրության առաջ տվել ենք այն խոստումները, որի հիման վրա մենք բոլոր այդ ժամանակահատվածում պիտի որ մի հատ գործողության process-ով չի ավարտվենք, այլ մինչև այդ հարցերի պատասխանները մենք հստակ հիմնավորած չստանանք ներկա իշխանությունից, հաշվի առնելով, որ բոլոր այդ մեղքերի մեղավորները ներկա իշխանությունն է, այսօր արցախցիների, որ այս իրավիճակում են հայտնվում, դա ներկա իշխանության բաց թողումներն է, ոնց ուզում են թող դա ձևավորեն, թե դիվանագիտական տապալումով, թե մարտի դաշտում, թե բոլոր ոլորտներում, բոլոր ուղղություններով այս ժողովուրդը այս իրավիճակում հայտնվելու պատճառը ներկա իշխանության ղեկավարների, որտեղ դավաճանական, որտեղ հանցագործության, որ ասում է, մասնակիցներ, մույստեղն էլ անպիտանի ու ոչ հայանպաստ ղեկավարների մեղքով։ Ինչի համար եմ սենց մի քիչ երկարացնելով ասում, որովհետև մեր տրամադրությունը, մեր այդ շարժման նախաձեռնած խմբի բանը տեսլակետը եղել է, որ մենք գնում ենք վճռական քայլերով, մենք հետ դարձի ոչ մի դեպքում հետ դարձ չի լինելու, որովհետև սա մեր համար ամեն մեկիս առանձնապես արցախցիների համար մենք համարել ենք մեկն էլ ես, որ մարտի դաշտ է, մարտի դաշտում հետնահանջ չպիտի լինի։ Այդ գործողության process-ների ընթացքում ուրեմն կառավարության կողմից բոլորդ էլ հիշում ենք, որ եղավ արձագանքներ, պատրաստականություն քննարկել բոլոր այդ հարցերը,
քննարկման այդ սկզբնական շրջանում խորհրդի կողմից ընտրված 2-3 ներկայացուցիչ հանդիպան են գնացել, հանդիպումից հետո արդյունքներ չի գրանցվել, կառավարության կողմից եղել է իրենց նախապայմանի հիման վրա, որ վրանը հանեք, մի ամիս կավելացնեք, հետո նորից էլ 2 ամիս կավելացնեք, վրանը հանեք, ու դրա շուրջ այդ գործողությունները սկսել է զարգանալը։ Իմ կողմից սկզբնական շրջանում ես ասել եմ, որ եթե սահմանափակված ներկայացած ձևաչափով է կառավարությունը մոտենում, ուրեմն ստեղ մանիպուլյացած կամ էլ ինչ-որ խաբելու բան արդեն մտածած։ Իմ կողմից եղել է ներկայացված, որ իմ որպես խորհրդի անդամ, որ ոչ մի սահմանափակում չպիտի լինի, պիտի սա այս բոլորը լինի անժամկետ, թե սոցիալական աջակցության այդ շարունակությունն է, որովհետև օրենքն էլ է իրենց ձեռը, հնարավորությունն էլ է իրենց ձեռը, իշխանության ձեռը։ Իրանք կարային բոլոր այդ հարցերի պատասխանները 10 օրվա մեջ, 20 օրվա մեջ, մի ամսվա մեջ, բայց ոչ սահմանափակված խոսքի այդ ձևաչափով։ Սկզբնական շրջանում մենք այդ դիրքը պահել ենք, բայց վերջի ժամանակները արդեն գալով խոսքի այդ հանդիպումների արդյունքներին, որը եղել է մշտական, արդյունքների հիման վրա եկել ենք sense մի հատ եզրակացության, բայց ինչ եզրակացության, որ կառավարությունը խոսք է տվել, որ այդ 2 ամիսը բավարար է, բոլոր այդ հարցերի լուծումները, պատասխանները հիմնավորած, սկսած բնակարանային այդ փաթեթի այդ կարևոր կետերի փոփոխություններով ու մնացած հարցերի հետ կախված։ Ես կասկածանքի տակ եմ նորից էլի դրել, բայց մեծամասնության որոշմամբ, որ բերենք այս ձևաչափով գնանք, հաշվի առնելով, որ կառավարության կողմից եղել է խոստումներ, բայց մեծ կողմից որոշումը խորհրդի մեջ եղել է այս ձևաչափով։ Գնում ենք այդ խոսքի պայմանավորվածության միայնակ այն հանգամանքով, որ եթե կառավարությունը 15-20 օրվա մեջ իր տված խոստումներից մենք չտեսնենք, որ կա դրական փոփոխություններ կարևոր այդ բաների շուրջ, հարցերի շուրջ, մենք դադարեցնում ենք մեր բանակցությունները, քննարկումները իշխանության հետ ու նորից հանրությանը ներկայացնում ենք անկեղծ, ճիշտ, ոնց որ կա, ինչ է կատարվում, ու նորից հանրության ժողովրդի հետ միասին հայտարարում եք խոսքի հանրահավաք կամ էլ ինչ-որ ակցիաների միջոցով, որ հանրային ճնշման միջոցով նորից կառավարությանը ստիպենք նստեն այն սկզբնական պայմանավորվածության, որը եղել է։ Դա երկար ժամանակ ինչքան գիտեք բան արել, ձգձգվել է, խորհրդի կողմից ներկայացրած, որ ամեն 10 օր պիտի մենք իրազեկենք հանրությանը արդյունքների մասին, իրազեկում չի եղել, ձգձգվել է դարել է 20 օր, 20 օրից հետո էլ չի եղել, ձգձգվել է դարել արդեն ամսցավել, բայց ես դա ոչ թե մեղադրում եմ ինչ որ խիչի ստացվել կամ խիչի, ես իմ տեղեկություններով, իմ հասանելիք խոսքի այդ բաներով ես գիտեմ, որ այն արդյունքները չեն գրանցվել, այն արդյունքները չկա, որ դուրս գա խոսքի ներկայացնենք հանրությանը, որ այս ժամանակահատվածում այս ձևի արդյունքների հասել ենք։ Այստեղից սկսել է խոսքի այդ առաջին իմ անձնական խոսքի մոտեցումը, որ ես կողմնակից չեմ շարունակելու, պիտի դադարեցնենք հենց այս պայմաններին, խորհրդի մյուս անդամների կողմից էլ խոսքի հակառակ, դա ամեն մեկը իր տեսլակետ ունի, այստեղ խոսքի ամեն մեկն էլ իր խոսքի իրավունքն է ունեցել, բայց իմ ձևաչափս, իմ մոտեցումս այս ձևակերպով է եղել, որը վերջնականում արդեն իմ որոշման մի հատ խոսքի բանն է, որ ինչի եմ դուրս եկել խորհրդից, երկրորդը ամենաէլի տենց կարևոր նշանակություն ունեցող հանգամանքը եղել է, որ խորհրդի անդամներից մեկին պաշտոնի զբաղեցումը, պետնախարարի պաշտոնի առաջարկ է եղել, խորհրդի անդամը ընդունել է, բայց նախօրոք չի քննարկվել խորհրդի մեջ այդ առաջարկը եղել է իր անձնական որոշումով,
ու դրանից որոշումից հետո ներկայացվել է խորհրդում, որ ես սենց որոշում եմ կայացրել ու այդ բանով, հա, դա իմ կողմից եղել է էլի արձագանք, որ ես չեմ համարում դա ճիշտ, ոչ թե պաշտոն զբաղեցնելի հետ կախված, խնդիր չկա, եթե ներկայացուցիչը խորհրդում չելներ ուրիշ տեղ, ուրիշ ոլորտում, ողջունելի բանը առաջարկել են խոսքի, բայց խորհրդի սկզբունքային պայմանավորվածությունը լրիվ ուրիշ ձևաչափով է եղել, այս սկզբունքային պայմանավորվածության հիման վրա եմ ես տվել իմ համաձայնությունս, հաշվի առնելով, որ Արցախից ես պայքարելով ժողովրդի հետ միասին, մեկ էլ ստեղ շարունակելով իմ պայքարս, հանուն խոսքի, մեր Արցախահայության, հանուն այսօրվա իրավիճակում մեր հայտնվելու բոլոր այդ ծանր հետևանքների հետ կախված, ստեղ ես արդեն արձագանքել եմ այս ձևաչափով, էլի իմ տեսլակետով։ Եղավ, եթե որոշում կայացրել եք անձնական պաշտոն ընդունելու համար, իմ առաջարկս է խորհրդից դուրս գաք, որ խորհուրդը պահպանի իր ինքնուրույնությունը, որովհետև պաշտոն խորհուրդ, եթե սկզբնական շրջանում ձևակերպվել է այն ձևաչափով, որ խորհուրդը պիտի միշտ ինքնուրույն լինի, ոչ մի ուժերի կողմից, ոչ մի պաշտոնական ինչ-որ բաների կողմից չլինի խոսքի որոշումների կամ կայացած որոշումների ինչ-որ ճնշում կամ ինչ-որ մասնակցություն, մենք սկզբնական շրջանում միշտ այդ սկզբունքը դրած է եղել, որ մենք չպիտի շեղվենք այդ սկզբունքներից, մինչև վերջը խորհուրդը պիտի պահպանի իր ինքնուրույնությունը։